Հայաստանն անհանգստացած է Իրան-Իսրայել հակամարտությամբ ուրբաթ այդ մասին Պրահայում անցկացվող Globsec 2025 ֆորումի պանելային քննարկումներից մեկի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Չեխիա Հայաստանի վարչապետը մեկնել էր հենց իսրայելական հարձակման օրը մեծ դստեր հետ։ Israeli latest action. Իսրայելի հարձակումը Իրանի վրա հարցականի տակ է դնում տարածաշրջանի առանց այն էլ փխրուն կայունությունը։ Մենք շատ անհանգստացած ենք։ And we are very concerned. Անհանգստացած Փաշինյանը ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու համար։ Հայաստանի կառավարությունն անգամ անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրել։ Հավանաբար հանգստյան օրն է պատճառը։ Actually, yes. Մեր հարցմանը, թե արդյոք անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու է Հայաստանի ղեկավարը, վարչապետի խոսնակը չի արձագանքել։ Միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանի կարծիքով Հայաստանի համար լուրջ սպառնալիքներ կստեղծվեն, եթե մեր հարավային հարևանը ներգրավի երկարատև ու լայնամասշտաբ պատերազմում։ Զանգեզուրի միջանցք չբացելու հարցով Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ դիվանագիտական կռիվ տվող Իրանը կմխրճվի սեփական խնդիրների մեջ։ Եթե Իրանին հաջողվի ներգրավել այդ մեծ եւ երկարատև պատերազմի մեջ, ապա ստացվում է, որ այն միակ պետությունը, որը մեր տարածաշրջանում անընդհատ խոսում է նրա մասին, որ որևէ միջանցք չպետք է անցնի Հայաստանի Հանրապետության տարածքով, այլևս չի կարողանա այնպես այս հարցին անդրադառնալ, ինչպես դա անում էր միջ այն։ Ինքը հիմնականում իր ամբողջ ուշադրությունը, ամբողջ ռեսուրսները կօգտագործի, որպեսզի ապահովի իր պետական անվտանգությունը։ Մեր պետության անվտանգությունն ապահովելու հույսը միայն հայկական բանակի վրա կարող ենք դնել։ Մենք պետք է ուժեղացնենք մեր բանակը։ Հովհաննիսյանը վստահ է, այն բանակային ռեֆորմները, որ նախաձեռնում է Հայաստանի իշխանությունը, միայն խանգարում են բանակի ոտքի կանգնելուն։ Բանակը ուժեղացնելու համար մենք պետք է այն պետությունների հետ, որոնք շահագրգռված են, ունեն նաև այստեղ մեր շրջանում իրենց շահերը եւ իրենց շահերը համապատասխանում են մեր շահերին, այդ պետությունների հետ մեր ռազմական տեսանկյունից ուժեղացնենք հարաբերությունները։ Դա կարող է լինել Ռուսաստանը, դա կարող է լինել Չինաստանը, դա կարող է լինել Հնդկաստանը։ Ինչու Հայաստանը ռազմական վարժանքներ չի իրականացնում։ Հովհաննիսյանի խոսքով բանակի մարտունակությունը բարձրացնող զորավարժությունները նույնպես Հայաստանի օրակարգից դուրս են եկել Ադրբեջանին գոհացնելու համար։ Իշխանությանը մոտ գտնվող էքսպերտները անընդհատ խոսում են նրա մասին, որ իբրև թե սա կարող է սպառնալիք որպես դիտարկվել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանն ու Թուրքիան հիմա Նախիջևանում կռիվ են տալիս պայմանական մարտադաշտում ու այնտեղ են լինելու այս ամբողջ ամսվա ընթացքում։ Պետք է ամուր պահել դիվանագիտական ճակատը։ Ադրբեջանի պահանջատիրության ու տարածքային հավակնությունների մասին դիվանագիտական խողովակներով պետք է տեղյակ պահել բոլոր միջազգային գործընկերներին։ Պետք է անընդհատ բարձրաձայնենք, որ Ադրբեջանը այդ ռետորիկան ինչպիսին է իր ագրեսիվ մեր ուղղությամբ եւ սա դիվանագիտորեն միջազգային ասպարեզում տարբեր կազմակերպությունների շրջանակներում մենք պետք է այս թեմաները բարձրաձայնենք։ Իր խնդիրների մասին ամեն առիթով բարձրաձայնում է Ադրբեջանը։ Հիկմետ Հաջիևը նստած այն նույն հարթակին, որտեղ երեկ Նիկոլ Փաշինյանն էր, այսօր նորից Զանգեզուրի միջանցքի հարցն է բարձրացրել։ Մի փոքր մեղմ հռետորաբանությամբ։ Ասել է, թե հայ գործընկերները նեղվում են միջանցք բառից, թող անունը եթե ուզում են անցուղի դնեն, բայց իրենք ակնկալում են, որ այդ հարցով առաջին քայլը պետք է անի Հայաստանը։ Լիլիթ Սարգսյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։